Այսօր նորից զատիկ է։ Եվ ամեն կիրակի է զատիկ։ Գիտեք, կիրակին հենց այդպես է։ Շատերը լավ գիտեն ռուսերեն այստեղ։ Ռուսերեն կիրակի ինչ են ասում։ Վասկրիսենիե։ Ինչ է վասկրիսենիեն։ Հարություն։ Ռուսները ամեն կիրակի կոչում են հարություն, այսինքն զատիկ։ Քրիստոս հարություն առավ։ Մենք էլ ենք այդպես կոչում, գիտեք։ Ուղղակի այդ կիրակի բառը շատերը չգիտեն։ Կիրակին հունարեն բառ է, որ նշանակում է տերունական օր, տիրոջ օր։ Մեր հայրերն էլ հարության օրը կոչել են տիրոջ օր, եւ այդպես է։ Նախկինում այդպես չի եղել, մինչև Քրիստոսի հարությունը մենք կիրակի չենք ունեցել։ Մենք ինչ ենք ունեցել։ Մեկ շաբթի, հետո եկել է երկու շաբթին, հետո երեք շաբթին, չորեք շաբթին, 5 շաբթին, բայց այդ մեկ շաբթի օրը, քանի որ Քրիստոս հարություն առավ, մեր հայրերը այդ օրը կոչեցին կիրակի, այսինքն տիրոջ օր, տիրոջ օրն է։ Ուրեմն ամեն կիրակի հարություն է, ամեն օր հարություն է, եւ այս հարությունը մեզ մի բան կհիշեցնի։ Քրիստոս մեզ համար հարություն է առել, որպեսզի մենք էլ հարություն առնենք։ Այսինքն ի՞նչ է նշանակում հարություն առնել։ Փոխվենք, մեղքերի մեջ մեռած վիճակից կենթանանանք, մեղքի դեմ պայքարենք, մեղքը հաղթահարենք։